Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 12-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Հաջորդ շաբաթվա հորոսկոպը արդեն ալիքում է աստղաբանության, ցանկության դեպքում կարող եք նաև նայել այնտեղ։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 12-ին։ Անակնկալներ, նվերներ, նոր առիթ է այդ օրը, ծնունդ է։ Ոմանց համար սա կարող է լինել ժամադրություն նաև սիրային, ուրախ բարձր տրամադրություն, բայց այդ օրը նախանձ մարդիկ կան ձեր կողքը, խաբեբաներ կան, այնպես որ զգուշ եղեք, միգուցե նաև դուք ինքներդ կարողանաք այդպես ավելի շուստրի լինել, խորամանկ և յուրաքանչյուր հարցին այդ օրը լուծում տալ։ Եվ ուժային կառույցների հետ կարող եք հանդիպել, այդ է աշխատողների, նաև պետավտոտեսուչներ կարող են լինել ինչ-որ մարդիկ, ովքեր որ ձեզ կաջակցեն, կօգնեն, նաև կարող եք ծանոթանալ նման որևիցե անձնավորության հետ, բայց այստեղ նաև չի բացառվում, որ որևիցե պետական աշխատող որևիցե խորամանկություն անի ձեր նկատմամբ, չի բացառվում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 12-ին։ Հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, ձեր գործերը առաջ կմղեք, նաև ոմանք ինչ-որ բաներ, ոնց որ էլ պետք չի ձեզ, հա, ինչ-որ նման հարցեր կարող փակել վերջնականապես, այսպես բանալին ինչքան որ բացում է, նոր հնարավորություններ, այնքան է, որ փակում է ոչ թե հնարավորությունները, այլ փակում է այն, ինչ որ պետք է ավարտվի դա, այլ չեք վերադառնալու այդ հարցին։ Նաև գործերը, ինչպես ասացի, առաջ կմղեք, որքան հնարավոր է։ Ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք շատ լինեն ճանապարհներին, գուցե տրանսպորտի միջոց եք գնում, և շատ խոսակցություններ կունենաք տարբեր մարդկանց հետ, շփում, խոսակցություն, քննարկում, դա նաև կարող է լինել բամբասանք, չի բացառվում, և լեզվակռիվ, իրար ինչ-որ ձև չհասկանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 12-ին։ Հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, միգուցե նոր ընկերների հետ եք ծանոթանում, կամ միամիտ հանդիպում եք, որովհետև ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի կլինեք, ոմանց թոռները կգան, երեխաների հետ կապված ոչ իրադարձություն կարող է լինել, ծնունդ է, կնունք է և այլն, նաև դե կարող վերեն թողեն ձեզ մոտ, կամ օրինակ ձեր ընկերոջ կամ ընկերուհու երեխաներին պետք է խնամեք, մինչև իրենք գան։ Դա նաև նոր կյանք է, նոր բիզնես, նոր հնարավորություն, նոր աշխատանք, գուցե դրա համար էլ եւ ուրախ եք, հա, ինչ-որ մի բան է սկսվում ձեզ մոտ, դեռ նոր է, հղիություն, ծննդաբերություն, այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 12-ին։ Մի փոքր դժվարություններ են այստեղ, գուցե սիրային առումով է դժվարություն, այստեղ կարող եք վիճել, նայեք փորձություն է սա, չտրվեք այդ փորձությանը, դժվարություններ կարող են լինել ուղղակի շփման մեջ, սիրո արտահայտման մեջ, սա նաև կարող է լինել կարմայական սեր, նաև ճակատագրական սեր ոմանց համար, կամ եթե դուք ինքներդ դժվարություն ունեք, ապա հնարավոր է ձեր սիրելին ձեզ փորձի օգնել, բայց մի վիճեք հետը։ Թույլ տվեք օգնի, եթե նման հարց կա։ Ովքեր որ աշխատում են այդ օրը կարող ավելի շատ ծանրաբեռնվել, ծանրաբեռնված աշխատանք անել, կամ եթե թեկուզ տաննել եք անում, կամ ձեր սիրելին է օրինակ անում նման աշխատանք։ Եվ այստեղ կամ հավաքում եք հետևից, կամ վիճում եք։ Այստեղ նաև չի բացառվում, որ ուղղակի լավ ծանր այդպես մեկ օրվա ընթացքում որոշում եք ու բոր կանեք, ձեր սիրելիներին, բոլորին, ընտանիքի անդամներին խառնում եք իրար։ Ոմանք սիրո խոստովանություն կստանան, կանեն։ Եվ հնարավոր է այստեղ իրոք պետք է լուծեք ձեր սիրելիների խնդիրները։ Գուցե նաև վիճում եք սկզբում, որ խնդիրներ են առաջացրել իրենց կյանքում, հետո օգնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 12-ին։ Բավականին առույգ կլինեք, շատ գործ կանեք, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, նաև նորություններ կլսեք, այդ օրը ոմանք անակնկալներ, նվերներ, ժամադրություն նաև, ինչ-որ պահեր են, որոնք որ ձեզ ուրախացնում են, ձեր տրամադրությունը բարձրացնում են, միգուցե նվերը, միգուցե մեկ այլ բան, ձեզ բավականին շատ է ուրախացնում։ Եվ այդ օրը կշփվեք տարբեր մարդկանց հետ, շատ շփում կունենաք, նաև քննարկումներ, ուշադիր եղեք, սա կարող է լինել նաև լեզվակռիվ, նաև բամբասանք, բամբասել ձեր հետևից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 12-ին։ Այդ օրը ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք գեղեցկությամբ, կարող եք նաև այցելել ձեր ծնողներին, խոսել իրենց հետ, շփվել, խնամել։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ այդ տղայի հետ, տեսնենք ով է։ Ինչ որ մեկն է, ում հետ կամ հարաբերություններն եք խզում, որովհետև արդեն հասել է գագաթն այդ կետը, կամ իր մոտ է ինչ-որ մի բան, ինքն է պատմում ձեզ, որ ինչ-որ մի բան գնաց իր կյանքից, այդպես, նաև դա կարող եք լսել։ Բայց պետք է հասկանաք, նաև կարող եք խորհուրդ տալ իրեն, որ լավ հիշիր, այսինքն, որ սա արդեն նոր բան չէ, սա լցված է արդեն, և նոր բան չի, որ պետք է դեռ լինի։ Ոնց որ սա այն դեպքում է, երբ որ արդեն հասնում է գագաթնակետը, նոր կամ մարդիկ են իրենց հեռանում, կամ ինչ-որ մի բան է ձեր կյանքից դուրս գալիս, որտեղ իրոք էլ արդեն տեղ չկա։ Որ բիզնեսը հազիվ քարշ եք տալիս, մեկը ոչ ոք ոչ գնում է, ոչ բան, բայց դուք դեռ քարշ եք տալիս դա։ Եվ այդ օրը բավականին շատ կլինեք ճանապարհներին, նոր տեղափոխություն է սա, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, մեքենա եք գնում ձեզ համար, եւ գործեր, իհարկե, գործերը կտանեք առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հուլիսի 12-ին։ Բորբոքված եք, ինչ-որ մեկի վրա կարող գորգռալ, միգուցե ճանապարհի համար է, միգուցե դուք շտապում եք իրենց համար այդպես հավեսով դանդաղ հագնվում են, եւ դրա համար նյարդայնացնում է ձեզ այդ պահը։
վիճում եք կամ լարված եք, օրինակ, որ դիմացինը ճանապարհ է գնում, դե համար խառնվել եք իրար, բայց այստեղ արև կա եւ դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք չի բորբոքվել կամ բղավել, հնարավոր է նաեւ այստեղ գորգռում եք ինչ որ մեկի վրա, միևնույնն է այդ ամենը կանցնի։ Այստեղ տեղափոխություն, միգուցե իրոք տեղափոխվում եք, որ մարդը կողքից լարված է, չէ, վայ չքսեք պատերին, վայ սա, չէ, դա եւս էլի լարվածություն է, եւս էլի ինչ որ բորբոքված խոսել է։ Ոմանք այդ օրը բավականին շատ երկար ճանապարհ կգնան, կամ շատ այդպես ճանապարհներին կլինեք, այսօր այն կողմ կգնաք, տեղափոխություն եւ այլն, նաեւ ուրիշ երկիր եւ նաեւ ձեր գործերը առաջ կմաղեք։ Այստեղ ոմանք նոր կյանք են սկսում, նոր հարաբերություններ, նոր աշխատանք, նաև այդտեղ նոր բնակարան է նաև ոմանց համար, նաև նոր բիզնես, նոր հնարավորություն եւ իհարկե հղիություն կամ ծննդաբերություն ոմանց մոտ։ Այսքան էլ ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 12-ին։ Նամակագրական կապ է այստեղ, անընդհատ ինչ որ մեկի հետ խոսեք, կարող եք ցուցակ կազմել, կարող եք ինչ որ գործեր անել, գրել, ջնջել, այդտեղ սովորելը չի մտնում, բայց դե կախված է թե ինչ եք գրում, ջնջում, այդ կարող եք նաև այդպես սովորել։ Նաև փաստաթղթեր կարող եք դասավորել կամ այն փաստաթղթերը, որոնք պետք է նույնակ հաջորդ օրը տանել ինչ-որ մի տեղ։ Այդ օրը նաև ինչ-որ մարդիկ կլինեն, ովքեր որ ձեզ կօգնեն, կաջակցեն, հանդիպում, շփում կունենաք, ոչ հեղինակավոր մարդու հետ, միգուցե ծանոթանում եք նման մարդու հետ։ Եվ ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, եթե մեքենա եք վարում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարիքով անձնավորության հետ, կարող է նաև պետական աշխատող է։ Կարող եք իր հետ ինչ-որ գործեր անել, ավարտել, կամ իր հետ կապված ինչ-որ բաներ ավարտվում է, վերջակետ եք դնում, հանդիպում եք իրար, որ վերջակետ դնեք, կամ իր մոտ է ինչ-որ մի բան վերջակետ էստեղ եւ ձեզ է պատմում նման դրա մասին, որ ինչ-որ մի բան իր կյանքում գնաց, այդպես եւ դուք իմանում եք դրա մասին։ Այսքան է ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 12-ին։ Այստեղ կամ վիճում եք, նայեք, լավ եք վիճում։ Բավականին էմոցիոնալ եք։ Շատ էմոցիոնալ եք եւ կարող եք վիճել եւ կարող եք կտրել գցել ինչ-որ մի բան ձեր կյանքից, հանել ինչ-որ մի բան ձեր կյանքից։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեք։ Նաև դաստեղ ուրիշ բան չեմ կարող ասել, գիտեք, կտրուկ քայլ կարող եք անել, կամ կտրուկ այդպես վեճ սկսեք ինչ-որ մեկի հետ, անսպասելի դա լինի։ Այդ որ նաև կարող եք ասեղներով ինչ-որ գործեր անել ձեզ վրա, գնաք, օրինակ ինչ-որ մի կոսմետոլոգի մոտ եւ նա ձեզ վրա ինչ-որ գործողություններ անի, միգուցե դրանից հետո նաև վիճեք, ձեր սիրելիի հետ իրեն դուր չգա, բավականին էմոցիոնալ լինեք, ինչ-որ մարդկանց հետ կվիճեք, պարտադիր չի լինի դա ձեր սիրելին, կարող է ընկեր է, ընկերուհի է եւ կամ ինչ-որ մեկն է, հարևանն է եւ վեճ է առաջանում, սկսում եք վիճել իրար հետ, ձեր էմոցիաները չեք կարողանում զսպել, կամ ինչ-որ մի բան ոնց որ ձեզ մոտ անհասկանալի է մնում,
դրա պատճառով եք վիճում, ոնց որ չեն ասում, զգում եք ոնց որ մինչև վեր ձեզ չեն ասում, դա ձեզ կատաղացնում է։ Ինչ որ լարված եք, բավականին շատ, այնպես որ պետք է արդեն ամեն ինչ ձեզանից կախված այստեղ։ Ձեր էմոցիաները կառավարելուց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 12-ին։ Այստեղ աղեղնավորների նման դուք եք վիճում։ Վիճում եք այստեղ ավելի շատ կեղտոտ մարդկանց հետ, խաբեբա մարդկանց հետ։ Նաև այդ օրը կարող սուր գործիքներով աշխատել կամ գնալ նման կենտրոն, որտեղ որ սուր գործիքներով ձեր վրա կաշխատեն, հա, ձեզ ինչ-որ մի բան կանեն։ Վիրահատություն է սա նաև վեճ է, կտրուկ քայլ է, որ կանեք։ Եվ խաբեություն կա այստեղ, նախանձ մարդիկ, խաբեբաներ, նաև դա կարող է լինել խորամանկություն ձեր հանդեպ կամ դուք կարող եք լինել խորամանկ։ Այստեղ ինչ-որ կտրուկ քայլ անեք խորամանկորեն, բայց դա արվում է ինչ-որ մի բանը կարգավորելու համար։ Ինչ-որ մի բան այդպես հանգստանում է ձեզ մոտ, կարգավորվում է, այդ ձեր կտրուկ քայլից, այդ ձեր ի վերջո ոնց որ ասում են շուստրությամբ, հա, ոչ թե այդպես ամեն ինչը կարողանում եք կարգավորել այդ օրը։ Եվ այն ոլորտը, որը անհանգստացնում է ձեզ, կարող եք այդպես անել։ Վիճել նման մարդու հետ եւ ոնց որ ասում է կարգավորել ի վերջո վերջ, այլևս այդ մարդու հետ չեք շփվում եւ իրենից խորհուրդներ այլևս չեք ստանա։ Եվ ոնց որ ինչ որ այդ պահը ոնց որ ավելի հանգստանում է ձեզ մոտ վերջ։ Նա չկա, նա ինձ չի նյարդայնացնում եւ այլն եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին։ Այ, ջրհոսները թարս են։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 12-ին։ Գումար կստանաք այդ օրը, կամ գումար կծախսեք, կամ գումար կկորցնեք, ուշադիր եղեք այստեղ։ Չէ՞ մի բանի կորուստ է այստեղ, կամ անիմաստ ծախսեր եք անելու։ Հետադարձ է Մերկուրին, եթե տան համար ինչ-որ բաներ եք գնում, ուշադիր եղեք։ Չէ, այստեղ այդքան էլ, կարելի ասել հաջողությամբ կգտնեք կորցրածը։ Միգուցե այստեղ կամ ինչ-որ մի բան կարող է տան մեջ օրինակ կոտրվել է, դուք շատ եք սիրում եւ գտնում եք դա։ Գտնում եք եւ գնում, այստեղ ոնց որ էլ չեք նայում ինչ արժի։ Կամ ինչ-որ մի բան եթե կորցրել եք, գտնում եք։ Եվ եթե ինչ-որ մի բան թվում էր, թե պետք է կորցնեք ձեր ձեռքից, հա, անհաջողություն կա, սա ասում է չէ, նման բան չկա։ Եվ այդ օրը նաև տան հետ կապված հարցեր կան, դրանցով կզբաղվեք, տուն կմաքրեք, հյուրեր կընդունեք, գուցե առիթ է, գնում եք առիթ, տան համար իրեր կգնեք կամ ինչ-որ մի գործողություններ ու բուր կա։ Ընտանիքի անդամների հետ կարող եք ավելի շատ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 12-ին։ Բավականին շատ աշխատանք կունենաք այդ օրը, նաև կարող եք այցելել հիվանդանոց կամ զբաղվել օրինակ ոչ ուսումնական հաստատությամբ, բայց դե արդեն համակարգչով կամ պատրաստվել հաջորդ օրվան։ Միգուցե այստեղ նաև ոմանց մոտ պաշտոն է բարձրանում, միգուցե այստեղ պետական հիմնարկություն պետք է գնաք, հաջորդ օրը գումար վճարեք կամ գումար ստանաք։ Նաև դա ռեստորան է,
կարող այցելել ռեստորան, այնտեղ գումար ծախսել։ Գուցե ինչ-որ տղայի հետ եք գնում, եթե տղայի այստեղ կարող ընկերներով եք գնում եւ գումարը փակում եք, հա, վճարը փակում եք դուք։ Ամենայն դեպս ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք այդ օրը գումար կծախսեն։ Սա ինչ-որ աշխատանք, եթե կիրակի աշխատում եք, կարող այդ օրը ուղղակի ավելի շատ աշխատել։ Տեսնենք ով է այստեղ անում, հետ կհանդիպեք, կխոսեք, խոչընդոտներ կամ ձեզ համար է խոչընդոտներ ստեղծում կամ իր կյանքում է խոչընդոտներ եւ գալիս է ձեզ հետ կիսվում։ Միգուցե ձեզանից գումար է ուզում։ Միգուցե իր մոտ է ինչ-որ խնդիր է այստեղ պետական հիմնարկության հետ եւ գալիս է ձեզանից գումար վերցնելու։ Կամ իրոք այնպեսի մեկն է, որ խոչընդոտ է ստեղծում, ինչպես որ ես արդեն նշեցի, հորոսկոպներում էլ եւ այլն, որ մարդիկ են գալիս նախ անցյալ կյանքից եւ իհարկե կարող են նաեւ ոմանք իրոք խոչընդոտներ ստեղծել, որովհետեւ այնպեսի մարդիկ են ում հետ որ կարող են անցյալում խնդիր եք ունեցել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։